Էդմոնդ Եգանյան, քեզ էդ Աշոտի հորողբոր թե սենա խոսում։ Սրբիտ գերեզմանների հիշողության ամեն օրը ըլնի ժաշտալուս օրը։ Հասկացար, ժաշտալուս օրը տակը չոքեք աղոթքի նշանով ու ծծեք մեր ու մանուկ։ Իհարկե իմ համար ընդհանրապես զարմանալի չի, որ գյոթերը կարան մեր հասարակության կողմից անտեսված ալնեն, բայց արդեն զարմանալի է այն, որ գյոթի ու չակերտավոր տիկտոկեր լավ տղու տարբերությունը հասնում է մինիմումի։ Հակառակ դեպքում այսօր ոչ մի լավ տղա չի կարա ինքնահռչակվի մի հարթակում, որտեղ մի հատ գյոթ գիշեր ցերեկ կարա բարուր ու գերեզման քրֆի ու անպատիժ մնա։ Որն է ձեր տարբերությունը, որ ինքը գյոթ է իսկ դուք չէ։ Ես հանեցի իմ առնանդամը ու պերսոնիս իրար փիքույրիկը կփչե։ Ես իհարկե վաղուց ապացուցել եմ, որ կարող եմ նաև ռեալ կյանքում միջոցներ ձեռնարկել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով նման չատլախների ընտանիքները պետքա առաջնային պախարակվեն, որ ոմանց համար հետո դասը ու որ մի քիչ անկեղծանամ իմ համար աբիդնի է, որ այսօր ստեղ ադին վպոլևոյն։ Միած սենց բան ասեմ ջոգ է։ Այ օրինակ ես գյոթի տղա պերսոնի քույրիկ Սիրարկի Եգանյանը Կիրովական քաղաքում շատ սերտ կապ ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ու գործերի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է տեղյակ չի, թե իրա գյոթ աղբերը ինչերով է զբաղված ինտերնետում։ Բաշոտի հորողբոր փեսեն տեղյակ է պահում է։ Ռուդոն թափել է Սիրարփի բերանը ու Սիրոն բերանի մեջ թափածը պահում է։ Կամ ասենք օրինակ Սվետլանան, պերսոնի մերը, ասենք ոնց չծծսնե Սվետլանային են պատճառով, որ նման գյոթ է դաստիրակել, դե պերսոնի աղբորն էլ Գարիկ Եգանյանին արժի ծծսնել պրոստը նրա համար, որ զուտ մենակ աղբեր է։ Չմոռանանք նաև պերսոնի երկրորդ քրոջը Ստելային։ Ստելա, հլը մի ստե արի։ Դե տատիկին էլ եկեք բան չասենք, մենք տարիք հարգող ժողովուրդ ենք, էլի։ Քանի որ գյոթ սրբապղծի պահով առանձնապես էլ բան չկա ասելու ու խորանալու։ Ես կասեմ զուտ մի բան, քանի որ պերսոնը մի քիչ հայտնի գյոթ է դառել, պերսոնի ընտանիքն էլ պետքա մի քիչ հայտնի ընտանիք դառնա։ Ու քանի որ իմ կողմից անձեռնխելիության տոմս են ձեռք բերել իտոկ տվող 106 ու նմանատիպ էջերը, վերջում տեղադրում եմ նկարներ ու դուք գիտեք ինչ անել այդ նկարների հետ։ Անձս արդեն որոշ չափով իդենտիֆիկացված է։